Դիանա Գրիգորյանի վերջին զանգը սերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ Հեռուստասերիալում սպասվում են հետաքրքիր ու թեժ իրադարձություններ, հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են հետագա զարգացումներին։ Միքայելը հոգեպես կործանված է, քանի որ նրա առջևում կանգնած է Սոսը, ում կարծում էր, որ տարիներ առաջ նա սպանել է և բնականաբար այսքան ժամանակ ապրում էր այդ բեռով։ Հեշտ չէ մարդուն սպանել ու տարիներ ապրել այդ բեռի ծանրության տակ, բայց Միքայելը փորձում էր դուրս գալ այդ բեռից։ Իհարկե այժմ Սոսը կանգնած է նրա դիմաց։ Ինչ կանի Սոսը, երբ իմանա, որ Միքայելը իրենից խլել է ոչ միայն իր սիրած աղջկան, այլ նաև իր դստերը։ Բնականաբար շատ շուտով բացահայտվելու է այդ գաղտնիքն ու Միքայելը չի կարող չառընչվել անցյալում կատարած իր սխալների հետ։ Լիլիթն էլ Մոսկվայից վերադառնալով ապրում է ահ ու սարսափի մեջ, քանի որ շատ լավ հասկանում է, որ Հայաստանը փոքր երկիր է և բնականաբար օրերից մի օր Աննան ու Սոսը հանդիպելու են ու դա նշանակելու է իր ընտանիքի վերջը։ Իսկ այդ հանդիպումը շատ շուտով կայանալու է, իսկ թե ինչպես են նրանք հանդիպելու, որտեղ, կիմանաք, եթե բաժանորդագրվեք մեր ալիքին ու դիտեք մեր կողմից պատրաստված հաջորդ տեսանյութը, որը լի է լինելու հետաքրքիր բացահայտումներով ու գաղտնիքների կիսմամբ։ Իսկ մինչ կդիտեք կադրից դուրս իրավիճակները, որոնք արվել են հեռուստասերիալի նկարահանման հրապարակում, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին ու տեսանյութի մեկնաբանություններ բաժնում անպայման գրել ձեր կարծիքը հեռուստասերիալում նկարահանվող դերասանների մասին։ Ինչ եք կարծում, ինչպիսի ավարտ է ունենալու հեռուստասերիալը և արդյոք Հենրիին կհաջողվի բացահայտել, որ ինքն ու Անգելինան քույր ու եղբայր չեն։ Հեռուստադիտողները ուրախ են, որ Հենրին որևէ մեկին չի ասել այդ գաղտնիքի մասին, քանի որ եթե ինչ-որ մեկն իմանար, որ Հենրին ԴՆԹ անալիզ է տվել, ապա անպայման կխաբաներ կամ կկաշառեր բժիշկներին, որպեսզի անալիզի տվյալները փոխվեր, և դա առաջին անգամը չէ հեռուստասերիալներում, և այդ պատճառով Հենրին որոշել է ոչ ոքի, նույնիսկ Անգելինային չասել այդ մասին։ Իհարկե Անգելինան դեռ չգիտի, թե ինչու է Հենրին իրեն այդպես պահում։ Հենրին կարծում է, որ նա իրեն ավելի վատ կզգա, երբ իմանա իրականության մասին։ Իսկ իրականությունը Անգելինան շատ շուտով կիմանա, բայց արդեն ճշմարտության բացահայտումից հետո։ Դե ինչ, դիտեք տեսանյութը, չմոռանաք գրել ձեր կարծիքները։ Շատ սիրեմ լույսը, շատ սիրեմ Հայրենիքին։ Ես նայեցի ձեր քվեարկության արդյունքները ու տեսա, որ շատերը նշել եք Գյումրի։ Գյումրի ես շուտով գալու եմ, բայց ոչ այսօր։ Այսօր գնալու եմ Եղեգնաձոր խաղալու ներկայացում, բայց ոչ ժամ գիտեմ, ոչ հասցե գիտեմ, առայժմ ոչ մի բանի մասին տեղեկություն չեմ կարող տալ, բայց հենց իմանամ մի անգամ իսկ կկիսվեմ ձեր հետ։ Մի օր մի հատ դեպի ամոթացել ինձ ասում Ազիզ ջան, մակիաժը տով անում, իրան փոխի, քեզ գեշացնում է, չի կարողանում լավ անի նորմալ ճաշակով, մակարդակով։ Դե քանի որ ես շատ երկար սպասել էի իր բովանդակալից կարծիքին, մտածում եմ ինքս ինձ ումով փոխարինեմ ամեն օր լավ ում մոտ գնամ։ Ողջույն բոլորին։ Ուզում եմ շնորհավորել բոլոր նրանց, ում համար դպրոցի զանգն այսօր հնչելու է իսկապես վերջին անգամ։ Այնինչ տանելու եք դպրոցից, այլևս որևէ տեղից չեք տանի, որովհետև դպրոցի հուշերը թերևս ամենագեղեցիկն են, ամենապարզն են, ամենաազնիվն են, որովհետև տարիքային այդ շեմում մենք լրիվ ուրիշ աչքերով ենք նայում այս կյանքին, և մեր հայացքը այն ինչ որ մենք ունենք մեր ներսում թույլ չի տալիս մեր կյանքի ներկա բնակը ավելի գորշ գույներով պատկերացնել, բայց կյանքն այդպեսին չէ իրականում, որովհետև մտնում եք նոր կյանքի նոր շրջափուլ և ուզում եմ, որ այդ շրջափուլը լինի լավագույնը, պայծառ, արևոտ, խաղաղ,
ներդաշնակ ու առանց պատերազմի ու առանց կորուստի։ Սա թերևս ամենակարևորն է։ Այո, սովորելը, կրթվելը, լավ մասնակետ դառնալը շատ կարևոր է, բայց կարևոր է թե այդ ամենը որտեղ ես դու իրականացնելու, բայց կարևոր է թե այդ ամենը որտեղ ես դու իրականացնելու, թե որտեղ ես դու սպառելու քո գիտելիքը, թե որտեղ ես դու առհասարակ ապրելու, վայելելու, անցկացնելու քո կյանքը, որտեղ ես դու ընտանիք կազմելու, այդ շատ կարևոր է։ Ու ես ուզում եմ, որ այդ ամենը արվի մեր հողում, մեր հայրենիքում, միանշանակ մեր հայրենիքում, մեր հողում։ Եվ ուզում եմ, որ ձեր սուրը այնքան հատու լինի, որ դուք կարողանաք պահել այնինչ մերն է։ Ու ես վստահ եմ, որ այդպես է լինելու, որովհետև ձեր մի խոսքով ուզում եմ, որ ձեր սուրն այնքան հատու լինի, որ կարողանաք պահել այնինչ մերն է եւ ավելացնեք, ուղղակի ավելացնեք։ Գիտեմ, որ այսօր շատ նորաձև է, որ մարդիկ գիտելիք են ձեռք բերում այլ երկրում։ Գիտեմ, որ այսօր նաեւ նորաձև է, որ մարդիկ գնում են պարզապես այլ երկիր եւ փորձում են իրենց կյանքն այնտեղ դասավորել։ Գիտեմ, որ շատերը կասեն դա նորաձևության հետ որևէ աղերսություն է, այդպես են անում, որովհետեւ գուցե այնտեղ ավելի ապահով է։ Չգիտեմ։ Բայց ես մի բան գիտեմ։ Մենք առավել ուժեղ ենք մեր հողում։ Այն էներգիան, որը մենք ստանում ենք մեր հողից, մի բան գիտեմ։ Մենք առավել ուժեղ ենք մեր հողում։ Այն էներգիան, որը մենք ստանում ենք մեր հողից, ոչ մի այլ երկրում, ոչ մի զարդարված, գեղեցիկ, փաթեթավորված երկրում մենք չենք կարող դա ստանալ, որովհետև դա մերը չէ, սա է մերը, այս քաղաքն է մերը, Հայաստանն է մերը, եւ մենք պիտի ձեր օգնությամբ, ձեր թարմ ուժերով, նոր ուժերով, մենք պիտի կարողանանք պահել այն ինչ ունենք, այնպես որ ձեզ թող Աստված օրհնի ձեր ճանապարհը, թող անփորձանք լինեք դուք, անվտանգ, հեռու բոլոր տեսակի համաճարակներից, հիվանդակին երևույթներից, բոլոր տեսակի չար մարդկանցից եւ կարողանաք հարթել ձեր ճանապարհը ճիշտ, խաղաղ, ողորկ, մաքուր, ազնիվ, արդար։ Ողջույն բոլորին, հուսով եմ լավ եք։ Շատ հետաքրքիր իրադարձություններ են սպասվում վերջին զանգը հեռուստասերիալի շրջանակներում, չափազանց հետաքրքիր տեսարաններ, շատ սպասված հանդիպումներ, շատ հետաքրքիր երկխոսություններ, շատ խոսում, մեծ ասելիքով, մի խոսքով ամենահետաքրքիր տեսարաններն առջևում են։ Շատ հետաքրքիր եւ շատ գեղեցիկ միտք կա, որը պիտի իրականացնենք։ Եվ հետո, եթե ունեք հետաքրքիր հարցեր, բովանդակալից հարցեր, հղեք, սիրով կպատասխանեմ, այսօր այդ օրն է։